միշտ ասում եմ, ես երկու տարբեր կյանքերով ապրած մարդ եմ, դա ինձ հարստացնում է եւ կարծում եմ յուրաքանչյուրին, որը ունեցել է այդ փորձը, դուք եւս, չէ՞, Լիբանան, Հայաստան։ Ես քիչ ավելի ծայրահեղ եմ այդ իմաստով, որ հաջող Երևանի մայթերուն, ինչպես Շուշանյանը գսեր, գարձեմ գենթաթրեմ, որ ոչ թե միայն արևմտահայ եմ, այլ արաբ եմ։ Գիրքը շիփ անելը եւ փոխադրելը եւ ուղարկելը սարսափելի թանկ է։ Մի բան, որը կարծում եմ առաջին պատճառներից մեկն է, որ գրքերի ուրեմն տարածման խնդիրը մնում է միայն մեր նեղ փոքր շուկայում։ Ամերիկան ունի շատ առավելություններ, բայց մարդը իր կեցության տեղը այնուամենայնիվ պիտի որոշի կյանքը իմաստավորելու իր չափանիշներից դուրս գալով։ Ինչով է իմաստավորում կյանքը մարդը։ Ամերիկան, օրինակ, 3 տարի շարունակ ես 1 բառ չկարողացա գրել Ամերիկայում։ Ես որպես գրող մեռա։ Շատերը Հայաստանին նայում են որպես հայրենիք, որտեղ պետք է ապրել եւ այլն։ Մի վարքյան այդ պաթոսային բաները մի կողմ դնենք։ Հայաստանը իսկապես շատ առավելություններ ունի այն մարդկանց համար, որոնք աշխարհից մի քիչ գաղափար ունեն։ Հայաստանում մեծահարուստ մարդիկ չափազանց հեռու են մշակույթից եւ այստեղ է պետության դերը կարողանալ մեծահարուստ մարդկանց դեպի մշակույթ հայացքները ուղղել, ինչու՞ չէ երբեմն նույնիսկ պարտադրել, որ այս օջախը այս 10 հոգով պիտի պահեք։ Ես շատ պիտի ուզեի, որ առաջին հերթին Հայաստանում բարոյական մթնոլորտը փոխվեր, որտեւ ինձ համար պետության ուժեղացման առաջին սյունը բարոյականությունն է։ Բարոյականություն կա քաղաքացի, քաղաքացի կա պետություն։ Եկեք անգերց խոսենք։ Բարև ձեզ, եկեք անգերց խոսենք այսօր Նուշիկ Միքայելյանին հետեր, Նուշիկի հետ խոսեցանք քրագանության հայ քրողի դժվարություններուն, այսօրվա Հայաստանին, Հայաստան սփյուռք իրավիճակին, նաև ամենակարևորը դեսլագաններուն եւ մեր երկրի զարգացման հոլովույթի մասին։ Այս բոլորը Նուշիկ Միքայելյանին հետ կացինք։ Եկեք անգերց խոսենք։ Բարի եկած ես Նուշիկ, գիտեմ որ այսօր համընկավ արդյոք գիրք նվիրելու օրն է։ Հետևաբար պիտի ուզեի ես գիրքս նվիրել, այդպես սկսենք մեր հաղորդումը եւ գիտեմ նաեւ այնտեղ Ես էլ եմ բերել։ Ինձ նվեր մգա։ Այո։ Ես մակագրված պատրաստ եմ բերել։ Ես քո անունիդ առաջին անգամ հանդիպած եմ ինչ խոսք լուսահոգի մեծ հորդ Ջամփով Տորոստորանյանին, որ շատ կարևոր հետ գցկած է մեր Բեյրության, ասենք քրագան ասկային կյանքին առընթեր եւ միշտ հբարդությամբ կխոսեր քո բանաստեղծություններուդ մասին։ Այո, եւ երևի ինքը չլիներ, ես այս ճանապարհը շատ ավելի ուշ կամ շատ ավելի դժվար։ Հայաստան սորվեցանք, որ գիրք նվիրելու օրը մտա։ Դե գիտեք ինչա, սիրով ես էլ իմ կարամելը վեպը նվիրեմ։ Սակո ջան, շատ շնորհակալ եմ 33 ձայն Իստանբուլեն։ Ուսամ կարամելի վեսալ գվայելենք։ Կարծեմ արագ հալվող եւ արագ ընթերցվող։ Ինչու այս վեպը հոնգե սկսենք եւ անգերց խոսենք։ Ուրեմն ինչուն մտածված չի եղել անպայման վեպ գրել, բացարձակ ես ավելի շատ բանաստեղծության մարդ եմ, վերջին 15-16 տարիներին արձակ, էսսեներ, պատմվածքներ, արձակ բանաստեղծություն եւ ասեմ, որ առաջիկայում այս տարում կարծում եմ 2 նոր գրքեր, մեկն ամբողջությամբ իմ երևի վերջին 15-16 տարիների ստեղծագործությունները, բանաստեղծական եւ երկրորդ գիրքը արձակ գործերի ուրեմն 2 ժողովածու միասին հավանաբար մի քանի ամիս անց լույս տեսնեն գրքերի խմբագիրը ինձ համար շատ հարազատ, շատ կարևոր մարդ գրականության ոլորտում, գրականագետ, թարգմանիչ, գրող Հենրիկ Բախչինյանն է եւ ուրեմն այդ գրքերը կային արդեն, երբ որ կարամելը սկսեցի գրել, ուրեմն մինչև
դրանց խմբագրելը պարզապես այնպես ստացվեց, որ նախ հրատարակության տրվեց Կարամելը, որտեղ ավելի շուտ ուրեմն ավարտվեցին խմբագրման աշխատանքները գրքի։ Լույս տեսավ իմ առաջին վեպն է, ուրեմն պատերազմի վերջինը հույս ունեմ, չէ, չեմ սիրում որևէ բան չարած նախապես խոսել, բայց երկրորդը արդեն ընթացքի մեջ է, դարձյալ վեպ է, չգիտեմ, վեպը երևի նաև տարիքի, մարդու տարիքի հասունության եւ անցած ճանապարհի կուտակած երևի փորձի հիման վրա է գրվում, հավանաբար շատ երիտասարդ տարիքում վեպ գրելը վստահ եմ լինում է, բայց իմ դեպքում ես պետք է շատ ավելի շատ լծվեի հասնելու համար վեպ գրելու ցանկությանս հասունացավ, գրվեց եւ ուրախ եմ, որ շատ բան չանենք հիմա ամբողջ օրը չնվիրենք Կարամելին, ընթերցողները արդեն կարդացել են, բավական մեծ արձագանք ա եղել, ուրախ եմ, որ շատ սիրվել է այսքան Կարամելը։ Սպիրկի մեջ, թե միայն Հայաստանի մեջ։ Սպիրկի մեջ ասելով այսպես, ուրեմն կարողացա, ճիշտ ասած, Ամերիկա հասցնել գիրքը որոշակի քանակով, մի քանի անգամ այնտեղ Buy Armenian-ը կար, որոնք ուրեմն զբաղվեցին գրքի վաճառքով, Ամերիկա հայերի ուրեմն շրջանակում գիրքը կարողացավ ցանկացողները կարողացան ձեռք բերել այնտեղ, բայց քանի որ հայաստանյան մեր իրականության մեջ կարծում եմ շատ շատերն են ուրեմն այդ խնդրին առնչվում, գիրքը շիփ անելը եւ փոխադրելը եւ ուղարկելը սարսափելի թանկ է, մի բան, որը կարծում եմ առաջին պատճառներից մեկն է, որ գրքերի ուրեմն տարածման խնդիրը մնում է միայն մեր նեղ փոքր շուկայում, հաշվի առնելով, որ Սփյուռքում եւ Հայաստանից դուրս ապրող հայերի թիվը շատ ավելի մեծ է, պատկերացրեք ինչքան ավելի մեծ կլիներ մեր շուկան, եթե, ասենք, հայկական Ամազոնի նման ինչ-որ բանը ստեղծվեր, հարթակ լիներ, եւ վաճառեինք ամեն ինչ։ Եվ շիփինգի ուղարկման հարցը գիրքը ունենար հատուկ մոտեցում։ Իդեպ դա աշխարհում ընդունված բան է, ասենք Ամերիկայում գիրքը շիփանելը երբեմն ձրի է, երբեմն չափազանց շնչին գումարներով այնտեղ հասցնում։ Ես շատ ուզողներ ունեցա գրքի տարբեր երկրներից եւ գինը երբ որ հաշվեցինք գրքից 2 անգամ ավելի ուրեմն թանկ էր ուղարկելը ես դա բարոյական չհամարեցի ուղարկել գիտեք ինչ 2-3 հազար դրամ արժող գիրքը, որը ես փորձել եմ հնարավորինս հարմար, մինչև $23 էր հասնում, ասենք Կանադա, Ամերիկա, Եվրոպա եւ այլն։ Դե գիտեք, ավել մարդիկ գտնում են, ասենք ծանոթներ, որոնք գալիս են Երևան, ուղարկելու եւ այլ միջոցներ են գտնում, բայց սա հարցի խնդրի լուծում չի։ Մենք պետք է կարողանանք ստեղծել մի հարթակ, մենք ասելով մարդիկ, որոնք դրա մասնագետներ են։ Միգուցե բոլոր, չգիտեմ, գրախանութները միասին հավաքական մի հարթակ ստեղծեն, հավաքական եւ դա կլինի լրջագույն, ասենք շուկայի ստեղծում կարծում եմ, ես դրա մասնագետը չեմ, բայց ամեն ինչ ցույց կտա, որ մենք հավաքական բաները չենք սիրել, գիտես։ Չենք մտածում այդ ուղղությամբ, շատ խնդիրներ կան, որ երևի նույնիսկ մի հաղորդումը շատ, չգիտեմ, սահմանափակ կլինի այդքան խնդիրների մասին խոսել, բայց սա մի խնդիր է, որ իդեպ ես լսել եմ մարդիկ, որոնք ցանկություն ունեն ոչ իմ գիրքը, այլ գրողների, հայ, մեր ժամանակակիցների գրքեր ձեռք բերելու, բայց ասենք մարդը Հայաստան չի եկել եւ այն եւ հստակ ասենք բան չկա, հա ահռելի մի հատ թիվ է կազմում, եթե մարդը 6, 7, 8 գիրք է ուզում գնի, ոչ թե միայն 1։ Կամ մի ամբողջ մեծ խնդիր, մեծ կոմարներ։ Ուղարկելու հարցի մասին պետք է մասնագետները եւ ոլորտի ներկայացուցիչները լուրջ մտածեն։ Եկեք անգերց խոսենք։ Դուք ծնած մեծած եք Հալեբի մեջ եւ բնական է շարունակում եմ մեծանալ Հայաստանում եւ բարով մեծանակ եւ այդ Հալեբյան մթնոլորտի մեջ կարծեք
ծեր երթիկը ավելի յուրահատուկ եղած է այն իմաստով, որ հայրդ, մայրդ, մեծ հայրդ երկու բան դված են գենթադրեմ Հայաստանի անտեպսերը եւ քրագանության անտեպսերը։ Այո, եւ ոչ միայն դրանք առաջին երկու խոշոր երևի։ Այդ հալեբյան մթնոլորտի արդացոլանքը գա քրագանությանդ մեջ։ Անպայման չի կարող չլինել, որովհետև գիտեք, ես 23 տարի ապրել եմ Հալեբում, երբեմն իմ ընկերները Հայաստանում չեն հավատում, որ ես ոչ միայն ծնվել եմ Հալեբում, այլ մեծացել եմ եւ բավական մինչեւ 22 տարի ավելի շուտ։ Չէ, ես 1998 թվականից Հայաստանում եմ, արդեն ուշադիր լսողները տարիքս իմացան, 27 տարի արդեն Հայաստանում ավելի շատ, քան Հալեբում եմ ապրել, ուրեմն անհնար է, գիտեք, երբ որ ոչ միայն մանկություն, այլև պատանեկություն, նաև երիտասարդության մի քանի տարին դու ապրել ես ամբողջովին այլ իրականության մեջ եւ հետո քեզ կյանքը ճակատագիրը պարգևել է երկրորդ իրականության մեջ ամբողջությամբ ապրելու այդ նվերը, ես միշտ ասում եմ, ես երկու տարբեր կյանքերով ապրած մարդ եմ, դա ինձ հարստացնում է եւ կարծում եմ յուրաքանչյուրին, որը ունեցել է այդ փորձը, դուք եւս, չէ՞, Լիբանան, Հայաստան։ Ես քիչ ավելի ծայրահեղ եմ այդ իմաստով, որ հաջող Երևանի մայթերուն, ինչպես Շուշանյանը գսեր, գարձեմ գենթադրեմ, որ ոչ թե միայն արևմտահայ եմ, այլ արաբ եմ։ Չէ, ես չեմ կարծում։ Իմիջայլոց Բեյրութի եւ Հալեբի արաբները դարբեր են։ Որ լինի հիմա որևէ մեր ժողովրդի բավականին մեծ թիվ, հասկացա, բայց բավականին մեծ թիվ ազդեցությունների կրող է, ոչ միայն արաբական երկրներում մեծացածները, Ամերիկայում մեծացած հայը մի քիչ ամերիկացի է, Ֆրանսիայում մեծացածը ֆրանսիացի է, մենք միգուցե մի քիչ արաբ ենք, չգիտեմ, ինչ որ իրականություն կա, այսինքն ազդեցությունների կրող ենք այդ մշակույթի, այդ մտածողության եւ այլն, բայց դա եթե գիտակից մարդ ես եւ եթե բնականաբար ավելի շատ քեզ հայ ես զգում, այդ ամեն ինչը գալիս են հարստացնելու քո տեսակը, փորձառություն, գույն, չգիտեմ, այդ ամեն ինչը ավելացնելու քո տեսակի վրա։ Կարծում եմ այդ առումով ես բախտավոր եմ, անպայման իմ գրականության մեջ, հատկապես այս վեպի մեջ, ոչ թե բառերով, ոչ թե ժամանակահատվածով կամ աշխարհագրական տեղերի նշմամբ այստեղ Հալեբը արկա, այլ որոշակի պատկերներով, որոշակի բաներով, որոնք ասենք Հալեբում ապրող իմ ընկերները երբ որ գիրքը կարդացին, իրանց թված, որ ես գրել եմ Սիրիայի պատերազմի մասին, որտեղ այնտեղ կա պատերազմ, թեպետ ինքը որևէ կոնկրետ պատերազմի մասին չէ, ոչ մեր պատերազմն է, ոչ Սիրիայի պատերազմն է, ոչ Լիբանանն է, ոչ բայց պատերազմ է։ Ընդհանրապես ինքը պատերազմի փիլիսոփայության մասին է եւ պատերազմի ֆոնին սիրո պատմություն է երկու միայնակ մարդկանց անակնկալ հանդիպման մասին եւ նրանց ճանապարհորդությունը, թե նրանց ուր է տանում։ Պատերազմը այնտեղ բավականին ընդլայնված, հասկացություն է, ոչ կոնկրետ այս կամ այն պատերազմ, բայց յուրաքանչյուր կարդացող իրը տեսավ։ Ես այդ պիտի ասեի, խորհուրդ պիտի դամ մեր ագընտիրներուն, կովաստել չլա, բայց ունենան այս գիրքը եւ վստահ եմ ես ալ պիտի կարդամ եւ արագ կարդացող գիրք է, այո, եւ մեծածավալ չէ, մեծածավալ գիրքերը վախցնեն աջավ։ Գիտեք, ես կհիշեմ ճիշտ տվականը դեղը չեմ բերեր, բայց ցեզի համար կարևոր արիթմը եղավ եւ Միացյալ Նահանգներ քացիկ աշխատեցակ, բայց քիչ կբադայի որ Միացյալ Նահանգներու պայմանները անդեսելով մարդիկ վերադառնան Հայաստան։ Հիմա ինչքան ալ մեր հայրենիքն է, մեր երկիրն է, բայց այսօրվա թարու մարդուն համար միշտ լավ պայմանները, այսպես թուրեգան պայմանները դարբեր են, չէ՞։ Մի անգամից ես ասեմ, որ Միացյալ Նահանգներ Սան Ֆրանցիսկո եմ գնացել, ես ուրեմն հայկական վարժարանում դասավանդելու համար
Սան Ֆրանցիսկոյի միակ հայկական վարժարանը իդեպ Գրուզյան Զաքարյան վասպուրական վարժարանը, ինձ շատ սիրելի վարժարան, շատ սիրելի դպրոց, որտեղ երբ որ ես գնացի մնալու համար չէի գնացել։ Արդեն չէ, մնալու համար չէի գնացել, որովհետև ես այստեղ Հալեպից երբ որ դուրս էի եկել, ինձ համար երազանք էր Հայաստանում ապրելը, եւ երբ ես Հայաստան տեղափոխվեցի 1998-ին, ես չեմ եկել ծնողներիս հետ, քրոջս հետ կամ եկել եմ մենակ, ամբողջությամբ, այո, ամբողջովին մենակ եմ եկել, ընդունվել եմ կոնսերվատորիա, ես որպես ուսանող եկա, հետո աշխատեցի, տարիների ընթացքին արդեն մերվեցի հայաստանյան իրականությանը, լեզուս արևմտահայերենից արևելահայերենի նաև փոխեցի, որովհետև ես ինձ համար ընտրեցի սա որպես իմ իրականություն։ Ես ուզեցի այս իրականության մեջ ապրել եւ ես կարծում եմ չեմ սխալվել։ Չեմ սխալվել։ Իսկ Ամերիկան այնպիսի դպրոց էր, որտեղ աշխարհի բոլոր կողմերից հայ աշակերտներ կային եւ որտեղ արևմտահայերենն ու արևելահայերենը մեր լեզվի երկու ճյուղերն էլ ուրեմն արկա էին երեխաների մոտ եւ պետք էր մասնագետ, որը երկլեզու այսպես եւ ուղղագրությունները եւ այն այն ժամանակ ես էլ հայաստանյան իրականությունից ճիշտն ասած այդ տարիներին մեղմ ասած հոգնել էի, մեղմ ասած ճնշված էի ինձ զգում, դրա համար այդ փոփոխության կարիք ունեի եւ մեծ սիրով ընդունեցի, գնացի 3 տարի այնտեղ որպես ուսուցիչ եմ ես աշխատել, հայոց լեզու, գրականություն, պատմություն, երգ, թատրոն, մշակույթ եւ հետո վերադարձա, որովհետև այսպես ասեմ, կար մնալու կամ գալու, հետո Սիրիայի պատերազմը սկսվեց հենց այդ տարիներին, երբ որ ես գալիս էի, բավական այսպես երկընտրանք չասեմ, բայց Ամերիկան այնուամենայնիվ իր բոլոր առավելություններով մշտական մնալու իմ տեղը չէր։ Ծերը չէր։ Չէ։ Կարող է լինել ցանկացած մարդու։ Գիտեք, ես միշտ ինձ հարց են տալիս, ինչու եւ այլն, այսպես եմ ասում, Ամերիկան ունի շատ առավելություններ, բայց մարդը իր կեցության տեղը այնուամենայնիվ պիտի որոշի կյանքը իմաստավորելու իր չափանիշներից դուրս գալով։ Ինչով է իմաստավորում կյանքը մարդը, ինչի մեջ է իմաստը կյանքի քեզ համար։ Ամերիկան, օրինակ, մի նախադասությամբ ասեմ, 3 տարի շարունակ ես 1 բառ չկարողացա գրել Ամերիկայում։ Ես որպես գրող մեռա։ Զարմանալի է, բայց այդ երկրի ռիթմը, այդ երկրի էներգետիկան ինձ համար չափից ավելի նյութական էր, չափից ավելի։ Այսինքն ջնշվեց քիչ։ Ջնշված ասեմ, ես ուրախ էի, ես ունեի հրաշալի շրջապատ, ֆանտաստիկ ընկերներ, որոնք մինչև հիմա իրենց այդ ուսանողներ, որոնք արդեն մեծացել են, մի մասը ամուսնացել են, մինչև այսօր ինձ հետ շատ հրաշալի կապի մեջ ենք, բայց որպես երկիր, որտեղ Նուշիկը պիտի ապրեր, ստեղծագործեր, չէ, իմը չդարձավ։ Եվ զարմանալի չի, ասենք Հայաստանը, գիտեք, շատերը Հայաստանին նայում են որպես հայրենիք, որտեղ պետք է ապրել եւ այլն, մի վարքյան այդ պաթոսային բաները մի կողմ դնենք, Հայաստանը իսկապես շատ առավելություններ ունի այն մարդկանց համար, որոնք աշխարհից մի քիչ գաղափար ունեն։ Եթե դու ապրել ես այլ երկրներում, դե մենք միջին արևելքը տեսել ենք, ասենք ես նաեւ փաստորեն ամերիկյան առօրյային եմ ծանոթ, որովհետև որպես զբոսաշրջիկ միտեղ գնալը այլ բան է, տարիներով ապրել եւ մեջից խորքից ծանոթ լինել առօրյա կյանքին ամբողջովին այլ փորձ է։ Հայաստանը շատ առավելություններ ունի, ցավոք սրտի մենք հայաստանյան մեր իրականության մեջ մի քանի կարևոր բաների պետք ունենք, որպեսզի մենք կարողանանք մեր մեջ կշտկել եւ երկրում ապրել ոչ թե որովհետեւ մեր երկիրն է, որովհետև բնականաբար շատ կարևոր է, բայց նաև մարդը լավը զգա իր ապրած երկրում, ոչ թե ապրի, որովհետև այսպիսի սկզբունք ունի, այլ մարդը լավը զգա իր ապագան, իր օրը կարողանա ճիշտ
գիտեք, ուրախ ապրելը ինչի մասին է, ինչ են մարդկանց մի խավ դժգոհում, երբ որ դու քո պոտենցիալը չես կարողանում ամբողջովին արտահայտել, ռեալիզացնել, դա ամենամեծ ցավն է պատճառում հատկապես ստեղծագործ մարդուն, երբ որ դու ունես ներուժ, որը արձագանք չունի եւ քո մեջ քեզ այո գպանդարգեցեվով բանտարկվելը ինչ որ բան կանես երևի, բայց լիարժեք գոհունակություն չես ստանա եւ խոսքս միայն արվեստագետներին չի վերաբերում ասենք բարոյական մթնոլորտը ես շատ պիտի ուզեի որ առաջին հերթին Հայաստանում բարոյական մթնոլորտը փոխվեր որտեւ ինձ համար պետության ուժեղացման առաջին սյունը բարոյականությունն է բարոյականություն կա քաղաքացի կա պետություն գիտեք այդ բարոյական մեր չափանիշները իմ կարծիքով թողներեն ինձ հետ չհամաձայնողները բայց բարոյական չափանիշների ահռելի աղավաղում անկում կա եւ երբ որ բարոյական չափանիշները բավական բարձրունքի վրա չեն իջել է բարոյականության այդ մակարդակը շատ բան դրա հետ սկսում է նահանջել, իջնել եւ արդեն դառնում է սովորական անգերց խոսենք հարգելի Նուշիկ արդյոք այդ մեկը չի կար մեր ունեցած ընկալումներ են արդյոք մենք չենք քերակնահատած մեր բարոյական չափանիշները օրինակ կամ ենթադրած ենք որ քիչ առաջ սիր անգում գրած են ով գիտե արդեն անգումի մեջ էին այսինքն ինչով կպայմանավորվեն դա միանգամից մի օրում չի լինում բնականաբար բայց տեսեք փորձեմ բացատրել ինքը շատ խոշոր թեմա է սա արագ բացատրելու բան չէ բայց բարոյականությունը ինչ է բարոյականությունը սովորելու ցանկություն ունենալ մեծամտությունից հրաժարվելու մասին է մեկ մենք հակառակն ենք մեր իրականության մեջ այսօր մտեք Facebook եւ այլն չէ բոլորը ամեն ինչ գիտեն ամեն մարդ ամեն ինչ գիտին դա ինձ համար բարոյական բան չի միգուցե սա չի մտնում 10 պատվիրանների մեջ չեն ասում չգիտեմ մի ասա մեծ բայց ասել բաներ խոսել այնպիսի հարցերի շուրջ որոնց մասին դու գիտական փաստարկներ չունես եւ հիմնավորումներ չունես բայց մի խոշոր խմբի որոնք նույնպես շվարածների մի խումբ է ասենք հետևում են քեզ պարտադրես ասենք կարծիք հետո սկսես կարծիքիդ չհետևողներին ասենք համարել քեզ թշնամի սկսել վատաբանել չասելու համար շատ ծանր հայհոյել եւ այլն այսօրվա սոցիալական ցանցերի արկայությունը մեր բարոյականության կարծեք իրական դեմքը սկսել է միգուցե կային այդ խնդիրները բայց երբ որ սոցցանցերը չկային մենք չէինք նկատում որովհետեւ մենք բոլորս ի վերջո կյանքը ընտրությունների շարք է դու ընտրում ես քո ընկերներին ինչպիսի մարդկանց հետ շփվես ինչ բարոյականության տեր լինեն քո շրջապատի մարդիկ եւ դրանով բավարարվում ես երբ որ եկավ Facebook-ը, Instagram-ը, սոցիալական ցանցերը, որտեղ ամեն մարդ կարող է քեզ ընկեր լինել, որտեղ չես կարող դու բոլորին վերահսկել, քննել, զննել, որոշակի բաներ բնականաբար փորձում ես, ասենք, հետևելով ընդունել քո ընկերների ցանկ, հետո տեսնում ես, որ այստեղ խոշոր բարոյականության խնդիր կա եւ սկսում ես արդեն հերվանալ։ Ինձ համար պետության առաջին սյունը, որի վրա ուժեղ պետություն են հիմնում, դա բարոյականությունն է։ Մնացածը հետո են գալիս։ Լավ, ուր պետք է երթալ եւ ինչպես սրբակրել այս վիճակը, Նուշիկ, մինչեւ ուր հաջող մենք այս մեր հանրույթի մեջ դիսկուրս մը գա, հին նոր, անցյալի սխալներ, այսօրվա վիճակ եւ պատասխանատվություն է խուսափում անընդհատ, այսին մեղավոր չգա, բոլորս ճիշտ ենք, բայց իրավիճակը այս է, այս բոլորը ինչպես վերագառուցել գործնական խոսենք, հա, որպեսի օդի մեջ չլինի իմ ասածը, տեսեք, ամենահզոր զենքերից մեկը ընդհանրապես մարդու սրտին, հոգուն, մտքին հասնելու մեդիա դաշտն է։ Իսկապես հզոր զենք է դա։ Հեռուստատեսությունը, այսօր նաև արդեն սոցիալական ցանցերով, ուրեմն հաղորդումները
գրականությունը, երաժշտությունը, այսինքն մշակույթը բարոյականություն կերտող առանցքային, հա, զենքերից մեկն է։ Հիմա մենք ինչ ենք անում մեդիա դաշտում եւ ոչ թե հիմա, այլ առաջին օրից, երբ մենք ձեռք բերեցինք անկախություն։ Ես չէ որ պիտի ասեմ, թե ինչպիսի սերիալներով ենք մեր հայ ընտանիքների տներ մուտք գործել, ես պիտի չասեմ ինչ հայերենով են այդ ֆիլմերը կամ սերիալները լույս տեսնում։ Գիտեք, մարդու լեզուն, երբ որ սկսում է աղավաղվել, լեզուն անմիջական կապ ունի մարդու բարոյականության հետ։ Եվ ոչ միայն։ Լեզուն անմիջական կապ ունի նույնիսկ քո կենցաղի հետ, քո քաղաքակրթվածության մակարդակի հետ եւ ընդհանրապես որ պատկերը սկսենք մեծացնել լեզուն, ասենք ես մարդուն ճանաչում եմ ավելի շատ իր խոսքից, ոչ թե դիմագծերից կամ հագուկապից։ Բերանը բացեց սկսեց խոսել, ես մոտավորապես կարող եմ կռահել ինքը ինչպիսի բարոյականության տեր մարդ է, քաղաքակրթված է թե ոչ եւ կարելի է իր հետ ճանապարհ անցնել թե ոչ։ Այնպես որ հեռուստատեսությունը, մեդիան, այն ուրեմն լեզվով, այն թեմաներով, հա, որոնք կարող էին ամբողջովին այլ լինել։ Մենք այնքան խնդիրներ ունենք մեր ընտանիքներում, մեր առօրյա կյանքում, մեր երկրի հետ կապված, չէ, անձնական, անանձնական, որ փոխանակ մենք մեր գրողներին եթե անգամ մեր դասական գրականության մեջ չէինք գտնում, ասենք, թեպետ կան օրինակներ, ի վերջո փորձեցին, հա, նաև անել եւ հաջողված գործերել կան, փառք Տիրոջ, բայց թիվը շատ քիչ է, աղբի դիմաց դրված գոհարները փոքր են թվով, շատը ավելի շատ աղբն է եւ դու չես կարողանում անընդհատ պատնեշներ դնել քո երեխայի, քո, չգիտեմ, մեծացող գրող չի, ինձ թվում է անգիտակցության, համատարած անգիտակցության խնդիր է սա, գրողի չեմ ուզում հավատալ, որ գրող է, միգուցե նաև գրող է, բայց գիտակցության բացակայության խնդիր է, մեդիա դաշտը կարելի էր օգտագործել վերջին 10-20 տարիների ընթացքում համարենք տարիներ էին պետք, որ մենք կարողանայինք եւ ֆինանսապես մի քիչ ավելի ապահով լինել եւ կարողանալ որոշ արտադրություններ, ֆիլմ արտադրություններ կամ սերիալներ եւ այլն հաղորդումներ ստեղծել, ասենք 10-15 տարին, լավ, հետո ինչքան կարելի է անդադ կրկնել նույնը, ինչքան կարելի է, ասենք, մեր ընտանիքներում հնչեցնել, որ ինձ թվում է շատ քիչ են մնացել արդեն մարդիկ, որոնք այդ սերիալները նայում են, այդ հեռուստատեսության այդ հաղորդումները հետաքրքրում են, մեծամասամբ հեռուստատեսությունը չեն օգտագործում։ Ուզում եմ ասել, դա զենքերից մեկն է, այո, կարողանալ եւ գիտեք ինչ, քանի որ մարդը դարձել է նստակյաց, ելնելով ժամանակակից տեխնոլոգիա, գնալով մարդը ավելի նստած է դառնում, չէ, նստած ինքը էկրանը կա, դիմացը, էկրանից այն կողմ չի գնում կյանքի փորձ ունենալու, իր կյանքի փորձը արդեն էկրանի մեջ է, ուրեմն էկրանով ինչ ցույց է տալիս, արդեն իր էության մի մասն է դառնում, եւ գնալով ավելի ծուլանում է մարդը նոր փորձերի, նոր փորձառությունների, նոր բան սովորելու համար, էլի դա էկրանով անում, չի գնում իրական կյանքում բան տեսնելու։ Դրա համար էկրանից ինչ ցույց տվեցին այսօրվա մարդուն։ Մարդը միանշանակ մոտավորապես էկրանից ցույց տրվածի պատկերով է ապրում։ Ուրեմն առաջին բանը, որ ես պիտի ցանկանայի, դա մեդիա դաշտի մաքրությունն է։ Մաքրություն եւ լուրջ խնդիրների, լուրջ թեմաների գեղարվեստական, ասենք ձևով մատուցումը, մարդկանց սրտերին կպնելը հեշտ բան չի։ Պիտի կարողանաս հոգին մաքրել, կարողանաս բարոյականությունը տարածել, որպեսի կրթվի եւ որպեսի մարդը հղկվի եւ դառնա այն քաղաքացին, որի վրա կառուցվում է կամ որի շուրջ կառուցվում է բարոյական լուրջ հզոր պետություն։ Այս մոտեցումը նաեւ
ձեր կարծիքով համագարկային պետք է լա, չէ, այսինքն pedagogan ինչ-որ կորձ է, անհատներու կորձ չէ միայն։ Բնականաբար, բայց ես չեմ կարծում, որ ամեն տեղ, որտեղ մարդը կարող է մի բան ստեղծել, պետության ձեռքը պիտի խառն լինի։ Նաև կան մարդիկ, որոնք ունեն հնարավորություններ։ Թողնեն։ Հա, թողանեն։ Իդեպ շատ պիտի ուզեի, որ ընդհանրապես մեր երկրում սա միգուցե այլ թեմա է, բայց ասենք մշակույթի գործիչները ավելի շատ անհատներ, հա, հրաշալի մեզ մոտ մշակույթը ես կարծում դեղ ունի աճելու պիտի իսեք։ Ոչ թե դեղ ունի աճելու, բայց բավական ծաղկում է։ Ես այդ կարծիքին եմ, մեր թատրոնները, մեր, չգիտեմ, ասենք տարիներ առաջ եղածի որակն ու այսօրվանը բավական տարբեր են։ Բայց բավարարելով չի ներկայանար այդ բոլորը գարձեք։ Մեր երկրի մասշտաբների համար, տեսեք, հիմա սփյուռքահայ բարեկամներ, ընկերներ եւ այլն ունենք, որոնք հատուկ գալիս են Հայաստան նախ եւ առաջ վայելելու հենց մշակութային կյանքը, որը բոլոր հնարավորությունները տալիս է մշակույթ սիրողին, այսինքն տարբեր ճաշակների մարդկանց համար մեր թատրոնները, մեր այո, ունենք, չէ, ֆիլհարմոնիկ, օպերա եւ այն, այսինքն մեր բոլոր մշակութային հաստատությունները հնարավորինս կարողանում են իրենց հնարավորության սահմաններում լավը ստեղծել, որակապես բավականին բարձրացող ընթացքի մեջ ենք այդ իմաստով։ Եվ Եվրոպայի համեմատ քիչ նաև ֆինանսապես հեշտ հասանելի չէ։ Հիմա այսպիսի բան ասեմ, ֆինանսապես ավելի հեշտ հասանելի, թեպետ ահագին թանկացել են նաև մեր մշակութային միջոցառումների տոմսերը եւ այն, որը մի կողմից ուրախալի է, որտեղ ես միշտ եմ ասել, պիտի արվեստագետ մարդը ամենաշատը եւ ամենալավը վարձատրվի, բայց ցավոք, ուրեմն մինչեւ ավելի չտարածվի ընդհանրապես մշակույթի համար, ընդհանրապես գրքի համար գումար հատկացնելու մշակույթը, հա, ծախսելու, կա մի խավ, որը անընդհատ ինքն է գնում այդ դահլիճները լցնում, շրջանակը չի մեծանում, ինչու, որովհետև կա մի շրջանակ, որի համար զարմանալի է գրքի համար, ասենք, չգիտեմ, մի քանի 5-6 հազար դրամ տալը, որովհետև այդ 5-6 հազարով ինքը մի սրճարանում կարող է 2 սուրճ խմել, այսինքն նախընտրության հարց է, բայց այնպես չի, որ փող չկա, շատերը ունեն, բայց ունեցողների մեջ կա մի մեծ խավ, որը չափից ավելի հեռու է գիրք ու գրականությունից եւ մշակույթից ընդհանրապես։ Այստեղ գալիս է այդ գիտակցության խթանման, ինչի՞ չէ նաեւ այո պետական քաղաքականության դերը։ Ասեմ ինչում, օրինակ Սան Ֆրանցիսկոյում, որ ապրում եմ, մի քանի անգամ առիթ ստեղծվեց Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախումբ լսել, որը հրաշք նվագախումբ, այնտեղ ուրեմն կա իրենց բանը, համերգային, հա, ժուրնալը, որը թերթում ես, նայում ես եւ ամեն համերգից հետո դու ականատեսն ես լինում առնվազն 3-4 էջ մանր տարերով գրված սպոնսորների անունների։ Եվ հասկանում ես, որ այո, մեծ մշակութային օջախներ պահպանելը պետության դերը ինչքան էլ կարևոր է այդ ամեն ինչի մեջ, բայց հասարակ քաղաքացին, որը փառք Տիրոջ ունի գումար եւ ոչ մեկի ասենք ոչ մեկին այդ գումարը չի խանգարում, բայց գալիս է խանգարում է այն պահին, երբ որ դու հասկանում ես, որ Հայաստանում մեծահարուստ մարդիկ չափազանց հեռու են մշակույթից եւ այստեղ է պետության դերը կարողանալ մեծահարուստ մարդկանց դեպի մշակույթ հայացքները ուղղել, ինչու՞ չէ երբեմն նույնիսկ պարտադրել, որ այս օջախը, այս 10 հոգով պիտի պահեք։ Կարելի է անել։ Իհարկե։ Կարծում եմ կարելի է, եթե լինի դրա գիտակցությունը։ Այսինքն կան կարևոր բաներ, որտեղ ի վերջո փող ունեցողը նաև պիտի կարողանա ճիշտ ներդրում անել, չէ՞, մշակույթի մեջ, ոչ թե միայն իր ճաշակով։ Այսինքն պիտի ուղղորդել նաև գումար ունեցողին, այո, պիտի ուղղորդել եւ ասել, որ սա է կարևոր։ Եվ դու այստեղ պետք է քո օգնությունը ցուցաբերես, որտեղ սա մեր երկրի, մեր ժողովրդի համար, մեր ճակերտավոր երկրի գովազդի համար անհրաժեշտություն է։
Այդ կապը չկա, այդ գիտակցությունը չկա եւ դրա համար ամեն անհատ, ամեն մարդ գրողը իր գիրքն է հրատարակում, ինքն է փորձում ինչ որ ձևով առաջ տանել գրականությունից խոսում ենք, օրինակ ինչու Հայաստանում կարծեմ ընդամենը մեկ literary agency կա, գրական գործակալություն, մեկ ճիշտ Արևիկը, չէ, ես ներող կլինեք, եթե ուրիշը կա, բայց մեկ ինչու։ Այսքան գրող կա, ասենք Սփյուռքի ինչ անում։ Հայ գրողի, Հայաստանում ապրող գրողի համար միշտ գերխնդիր է եղել թարգմանվել եւ միջազգային ներկայանալը նաեւ դրսում, որտեվ եկեք խոստովանենք մեր ընթերցողների շուկան նեղ է, չէ՞։ Նեղը շատ փոքր, շատ նեղ է։ Շատ նեղ է։ Բայց ունենք Սփյուռք եւ ի վերջո թարգմանական գրականության դեպքում, եթե հայկական գրականությունը թարգմանվում է, կան նաեւ օտարազգի միլիոնավոր ընթերցողներ։ Հիմա Հայաստանից էջենսին շատ ավելի բարդ շատ գործունեություն է կարողանալ Հայաստանում նստած եւ թարգմանել եւ ուրեմն գտնել եւ տանել դուրս, մասնակցել էքսպոների, բացատրել, հրատարակել տալ եւ այլն եւ այլն։ Հիմա պատկերացրեք մենք ունենայինք սփյուռքահայ ուրեմն մասնագետների մի այսպես կոչված գործակալություն, գրական, երաժշտական, թող լինեն տարբեր, հա, որովհետեւ մեր մշակույթի Հայաստանից դուրս ներկայացնելու գերխնդիրը երկարամյա պատմություն ունի, չենք կարողանում։ Չենք կարողանում։ Չի ստացվում, ինչպես։ Չի ստացվում, չէ, չենք էլ փորձում, որ իմանանք կստացվի թե չէ։ Ուր են այդ լուրջ փորձերը կան։ Պատկերացրեք, Ամերիկայում գրողը ինչ է անում կամ երաժիշտը։ Էջենսիներ կան, մտնում ես, ընտրում ես էջենտ, քեզ ներկայացնող մարդ, հա, տոկոսային հարաբերության պայմանագրով համաձայնում ես եւ այդ մարդը գործակալը սկսում է աշխատել քեզ գովազդելու քո գրականությանը հարմար publishing house գտնելու, հրատարակիչ գտնելու, քո շուկան ձևավորելու եւ այլնի գործում։ Ուրեմն պատկերացրեք կարողանար Սփյուռքահայ, ինչ եմ ասում Սփյուռքահայ, որտեվ Սփյուռքում այնտեղ Ամերիկա, Ֆրանսիա, չգիտեմ, Լոնդոն, տարբեր տեղերում նստած հայ մարդիկ շատ ավելի շատ գիտեն այնտեղի կանոնները եւ շատ ավելի արագ կարող են, չէ, այստեղի լավը վերցնել եւ ուրեմն, այսինքն սա էլի երկար թեմա է, որ հիմա շատ հպանցիկ փորձում եմ բացատրել, բայց այնքան շատ գործ կա անելու եւ երբ որ սկսում ես տեսնել բոլոր ուղղություններով ինչքան նվազագույնն է արվում, այդ դրա համար ես ափսոսում, որտեղ մենք ունենք ներուժ, որը ընդամենը նստած է, քայլելու վիճակում չի, առաջ չի գնում։ Եկեք անգերց խոսենք։ Գիտեք, այս բոլորը գասկնամ գոմնագի հարցեր չեն, սակայն այսօր մենք ունենք Հայաստան-Սփյուռք նոր իրավիճակը, որ մեղմ ասած կսեմ առողջ չէ հարաբերություններու։ Իսկ նոր ասելով ինչ նկատի ունեք։ Ենթադրեմ անցյալ փուլերուն քիչ ավելի մեղմ իրավիճակը Սփյուռքի եւ Հայաստան բնականաբար Սփյուռքի մարմիններ Հայաստանի իշխանություններ այսքան սրություն չկար եւ ինչքան ալ մենք ասենք անհատական ֆոնի վրա հարաբերություն մգա այսօրալ եւ անոնք որ Հայաստանի իշխանություններուն հետ ասենք յոլա երթալու մղում ունին եւ հարկելի են անշուշտ եւ գսեն մեզ համար կարեւոր չէ X-ն է Y-ն է մենք Հայաստան պետությունը գտավանինք եւ ով է պետության գլուխը անոր հետ կգործակցենք ինչ որ գրնան գնել գնենք սակայն այսօր կարծեք այս հետ բادرազմյան իրավիճակի մեջ մենք փոխանակ իրար հետ ավելի կովկովելու մենք ստեղծեցինք վիհեր շատ մբարականերու նույնիսկ ավելի ծայրահեղ դրսևորումներ ունենալով, իրար մերժելով, իրար քարգոծելով եւ եթե առողջ չէ հարաբերությունը, ուր մնաց որ օրինակ Սփյուռքը մտածե դե ինչպես պիտի գրնա Նուշիկ Միքայելյանի հադորը ներկայացնել եւ այլն, այսինքն priority-ը չէ կարծեք դե Սեր գարձիկով ուր կերտան այս դար փաղադրումները եւ ինչու այս բոլորը եղան արդյոք որովհետեւ մենք անգեղծ չենք իրար հանդեպ արդյոք որովհետեւ մենք Սփյուռքը հատկապես
շատ մեծ ակնկալիքներ ունի Հայաստանեն, որոնք դեղ չեն գրնար գտնել, գիտեք միշտ այդ թրվածքը գա, որ Հայաստանը պետք է հերը անի ձե Թուրքիո, կամ ասն է, կամ անն է, բայց Հայաստանը չի գրնար ախր այդ բոլորը անել։ So ուր է այս password-ը, ուր է այս բոլորը իրար հետ շաղելու, որովհետև մենք start-ը պետք ունենք եւ չենք մինչեւ հիմա մենք խրված ենք ցեխի մեջ Նուշիկ ջան եւ իրականություն է եւ այդ պատճառը անշուշտ պատերազմի մեծ բարդությունն է Տես նախ սկսեմ ամենավերջի կետից ինձ չի թվում որ պատճառը պատերազմի մեծ բարդությունն է ինձ թվում է որ Որոշ իրականությունները սկսել են ավելի շատ ջրի երես դուրս գալ, որոնք միգուցե քողարկված էին, որոնք մենք գեղեցիկ բառերով թաքցնել էինք փորձում, որոնց մասին չէինք խոսում, եւ գիտեք միշտ նախընտրելի ուրեմն ավելի հեշտ է երևի գեղեցիկ բառերով հա, ասենք անդադ ներկանալ որպես լավ հայրենասեր, մտածող բան, քան իրականության հետ առերեսվել։ Մեզանում եւ տեսեք ես քիչ մարդկանցից եմ, որը բավական լավ գիտի եւ Սփյուռքը եւ Սփյուռքահային եւ Հայաստանն ու Հայաստանը։ Ես էլ ադորամ արի, որ ցեզի այս հարցը բավական լավ գիտեմ եւ ես եւ մեկն եմ եւ մյուսն եմ։ Ես ոչ մեկի կողմից չեմ խոսելու հիմա, բայց ես կարող եմ այդ երկուսից դուրս մի վարքյան գալ եւ մեզ նայել մեր երկուսին։ Մեզ մոտ ձևականությունը եւ կեղծ շղարշ կա մի հատ հայկականության որ ինքը որը տարիներ շարունակ ոնց որ դարձել է մեր իրական այդ շղարշը ոնց որ վերածել ենք մեր մաշկին եւ մեզ թվում է թե դա ենք մենք այսինքն մեղմ ասած ինքնախապեյության մեղմ ասած մեր հորինած տեսակին, երազանքին, մեր հորինած հայ կերպարին հավատալու ճիք, բայց երբ որ մեջն ես մտնում, ամբողջովին ուրիշ բան է։ Հիմա, օրինակ, և Սփյուռքում ընդհանրապես եղել են հայաստանաբնակների հանդեպ որոշակի մտածողության տարբերություններից ելնելով, ասենք հակակրանքներ կամ համակրանքներ, նայած որ գաղութը, նայած շփումները ինչպիսին են եղել, նայած ինչ փորձի վրա հիմնված, եւ Հայաստանում միշտ էլ եղել է դա։ Բայց դա չի նշանակում, որ այս տարիների ընթացքում մենք բավականին մեծ հաջողություններ երկու կողմերից չենք գրանցել մեր հարաբերությունների մեջ իրար մի քիչ ավելի լավ հասկանալու առումով, որովհետև 20 տարի առաջ շատ ավելի սուր հարաբերությունների մեջ էին սփյուռքահայերն ու հայաստանաբնակները, ոչ թե որովհետև խնդիր ունեն, պարզապես որովհետև իրար լեզու չեն հասկանում։ Եվ խոսքս միան արևմտահայերնի, արևելահայերնի մասին չէ, մտածողության լեզուն, հոգեբանական լեզուն չեն հասկանում։ Բավականին մեծ տարբերություններ կան եւ Սփյուռքի ամեն մի գաղութ մյուսից ահռելի տարբերություններ ունի ամերիկահայն ու չգիտեմ հալեպահայը սարսափելի տարբեր մարդիկ են իրարից հաշվի չառած որ նույն ամերիկահայի մի խոշոր մաս հալեպից է գնացել լիբանանից են գնացել եւ այն բայց երբ որ մարդը որոշակի հատված իր կյանքի որոշակի ազդեցության տակ է արդեն իր կյանքը դասավորում ամերիկյան ազդեցություն, լիբանանյան ազդեցություն, սիրիական ազդեցություն, հայաստանյան, ռուսական, հա, սովետական եւ այլն եւ այլն։ Պատկերացրեք ինչքան բարդ է մեր ժողովրդի համար, շատ բարդ։ Մենք ախր ֆանտաստիկ ժողովուրդ ենք, որը իր խնդիրների լուծման բանալիները գտնելու համար իր տան մեջ չի ման գալիս այդ բանալին, չգիտես ինչի անդադ թվում է թե բանալին դրսում փողոցում միտեղ ընկած է, պետք է դրսից բերել, նոր դուռը բացել։ Մենք մեր տան մեջ ենք, փառք Տիրոջ, մենք ունենք տուն։ Մենք ունենք պետություն,
մենք պետություն ունենք, որի մասին երազել են մեզնից առաջ մեր նախնիները եւ միգուցե նույնիսկ չէին մտածի, որ մենք այս օրերին պետություն կունենանք։ Բայց Սփյուռքում կա հետեւյալը՝ անընդհատ պատճառաբանություն։ Ես դա իմ ընկերներին էլ եմ ասել։ Երբ որ սովետական Հայաստան էր, դե սովետական է, պատճառ 1։ Երբ որ անկախացանք, դե դեռ այնքան խնդիրներ կան, այս իշխանավորը լավը չի, չգիտեմ ինչը լավը չի, հələ շատ պետք է ժամանակ անցնի։ Լևոն Տեր-Պետրոսյանն էր պատճառ։ Որևէ բան պատճառ։ Հիմա պատերազմի պարտությունն է պատճառ, ժամանակին բարոյականության անկումներ պատճառ, չգիտեմ, վաղը ուրիշ պատճառ կլինի, հետո էլի ուրիշ պատճառ կլինի, էլի գալիս ենք իմ ասածին, ինչու, որովհետև կեղծ մի հատ շղարշ կա, որ մարդը անընդհատ ամաչում է ասել, որ գիտեք ինչ, ես նախընտրում եմ ապրել այնտեղ, որտեղ իմ կյանքը կարողանում եմ ավելի հարմարավետ դասավորել, Հայաստանում չեմ կարողանում, այս պատճառներով, բաց ասեք, մարդ էլ կա, որ Հայաստանում է կարող, ես նաև շատ սփյուռքահայեր չկան, որոնք եկել են և հրաշալի մերված են ոչ միայն մերված են նաև ծաղկեցնում են երկիրը իրենց լուման են համենայն դեպս ներդնում եւ գիտեք ինչ երևի պետք չի բարդացնել ինձ չի թվում որ պատերազմի եւ պարտությունից հետո նոր երևաց այն ինչ դուք ասում եք ինձ թվում է պարզապես մի նոր պատճառաբանություն գտնվեց եւ բավական հախուռն պատճառաբանություն որը կարող էր շատ ավելի լուրջ դեմքով խոսելու եւ ասելու որ դե գիտեք ինչ կա մենք չենք վստահում տեսեք այսպես եղավ այնպես որ Հայաստան չենք գալիս կամ Հայաստանի համար այսինչ բանը չենք անում դա ինձ համար չեմ ուզում կոպիտ բան ասել, եկեք չասեմ։ Մի ասեք, անգերց խոսենք։ Մեր ժամանակը գրեթե ավարտվեցավ, ավարտին ասավ, շատ դարողունակ է եւ շատ տարբեր թեմաներ առաջարկեց։ Խնդիրը այն է, որ շատ խորքային են ծեր մոդեցումները, անշուշտ գնահատականը մեր ագնտիրները պիտի տան։ Մեր համատրողի խորհուրդով պիտի ընտանամ շատ արագ հարցումներ ամենալավ գրողը եւ արդեն երկար չմտածենք չէ այդպես մի գրող չեմ կարող առանձնացնել չէ իհարկե չէ շատ լավ գրողներ ամենալավ երաժշտական հեղինակը ոյ Շատ դժվար, չգիտեմ, կարող եմ ասել ոչ թե ամենալավ, եկեք ասեմ գոնե ինձ համար ավելի սիրելի, ես Բրամս շատ եմ սիրում։ Ամենալավ երգիրը։ Ընդհանրապես երկիր մոլորակը հրաշք տեղ է ապրելու համար, եթե փորձենք մարդավարի ապրել, բայց եթե երկիր մոլորակում էլ պետք է անեմ ընտրություն, արդեն արել եմ Հայաստան։ Ամենալավ գիրքը։ Այլի շատ են։ Մեկ հատը։ Այսպես կասեմ, ինձ համար շատ խոշոր իմ կյանքում դեր խաղացած եւ իմ մտածողության եւ իմ փիլիսոփայության եւ իմ, չգիտեմ, մեկ էլի սխալ բան է մեկ գիրքը, բայց Դանթե Ալիգերի աստվածային կատակերգություն։ Եվ վերջապես ամենամեծ հայը Նուշիկ Միքայելյանին համար։ Ամեն լավ հայ մարդ որը Հայաստան պետությունը զարգացնելու եւ հզորացնելու համար իր աշխատանքը լուրումունջ կատարում է։ Ամենամեծ հայը դա է։ Անգերց խոսեցանք, շնորհակալ եմ Նուշիկ։ Շատ շնորհակալ եմ, ես էլ։ Եկեք անգերց խոսենք Նուշիկ Միքայելյանին հետ ավարտին նաև շնորհակալություն պիտի հայտնեմ Կալուստ Գյուլբենգյան հիմնարկության հայկական բաժանմունքին, առանց որու ամիջական նեցուկին անգարելի պիտի լար այս հաղորդումը ներկայացնել ձեր թադողության եւ հորտորս լայք մսեղմել, դարաձել մեր դեսանյութերը, մեկնաբանություն մթողել այդպիսով խթանած գլակ հարկելի ագնտիրներ անգախ մամուլի մեր առաքելությունը բարին ընծես։